Գյումրին զգալի ներդրումների կարիք ունի։ Եվրատաշինքը զարգացնելու է քաղաքապետարանի ծրագրերի բաժնի ինստիտուցիոնալ կարողությունները, այն հաշվով, որ որևէ ներդրող Գյումրի քաղաքի կողքից չանցնի։ Մշակվելու են հատուկ փաթեթներ, որոնցով դիմավորելու ենք ներդրողներին։ Առաջարկվելու են լավագույն պայմաններ, ընդ որում այդ պայմանները լինելու են համահավասար բոլորի համար։ Խտրականություն եւ անօրինական արտոնություններ ոչ ոք չի ունենալու։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ եմ անում մասնակցել Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեն տալ Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Լավագույնը քաղաքին։ Հեքիաթ պատմելու ժամանակն անցել է եւ եկել է կործանելու ժամանակը։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիում 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու ստանալու ընտրության ժամանակ բարեգործական արգելքը խախտելու մեղադրանքներով։ Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ։ Մարտի 28-ին Դիլիջան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի եւ մինչ հիվանդանոց կժամանային ոստիկանության ծառայողները եւս 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանը։ Պարզվել է, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորացված համայնքի հաղարծին բնակավայրի Մարիա Խլեբ կոչվող չգործող հացատան տարածքում։ Մարտի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաչնշի չերացանով ճակատին կրակելու հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ է, ում հայրը հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13:50-ի սահմաններում իր ընկերոջ Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիսի տան բակում առալ մոդելի օդամղի չերացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով։ Մարտի 24-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 5:15-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցեում գործող իրեն պատկանող Natural Mobile խանութի դռան փականը, մուտք գործել ներս, սրահի ցուցափեղկից գողացել թվով 14 հատ iPhone տեսակի բջջային հեռախոս։ Մարտի 27-ին Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայրի վարած Nissan Murano եւ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեի վարած VAZ-2107 մակնիշի ավտոմեքենաները։ VAZ-2107-ի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 27-ին Երևան երասխավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուրի վարած Սանի մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկի վարած BMW X6, 31-ամյա Արսենի վարած Chevrolet Camaro եւ 32-ամյա Նազենիի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրենն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին գլխիվայր շրջվել է, ուժասներ չկան, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մարտի 27-ին Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսանն իր վարած Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենայով Երևանի Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ ու հայտնվել կանաչ գոտում, դժուժասներ չկան։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 27-ից 28-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 6-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված 28, թմրանյութի հայտնաբերման 23, խարդախության 9, մարմնական վնասվածք պատճառելու 5, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության 4-ական, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու 3-ական, խուլիգանության, զենք զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության 2-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանքի հրահրման կամ քարոզման ուղղված հրապարակային խոսքի, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, թմրամիջոցի մաքսանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու եւ կանխամտածված սնանկության մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է մեկ
հետախուզվող կամավոր ներկայացել 4-ը, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։